Բարի լույս և բարի առավոտ բոլորին, բոլոր լավ մարդկանց և դրսում ապրող բոլոր մեր հայերին։ Ուրեմն ասեմ հարգելի հետևորդներ ջան, առավոտյան արթնացել եմ, դե կրկին սովորության համաձայն պետք է միշտ առավոտյան արթնանամ ու պատրաստեմ իմ ճաշը։ Այսօր որոշել եմ պատրաստեմ տավարի մսով թանձր ճաշ, կարտոֆիլով և մսով, դե այսպես մեր լեզվով ասած մսով սոուս հարգելիներս։ Հիմա կարտոֆիլը լվանա, առաջին գործը որ անում եմ, հարգելիներս, առավոտյան արթնանում եմ, սուրճս խմում եմ, հյուրասենյակը, ննջասենյակներով մաքրում եմ, դուրս եմ գալիս, մտնում եմ խոհանոց, ու պետք է անպայման պատրաստեմ ընդմիջման համար ուտելիք։ Այսօր պետք է ծիծակներ նայեմ տենամ, եթե լավ թթված է, արդեն պետք է լցնեմ բանկաների մեջ։ Կացան արդեն դնեմ գազօջախին, յուղը լցնեմ, դե ես սոխ առաջ չեմ անում, սոխը ընթացքում կեղևահան կանեմ ու այդպես կլոր կլցնեմ ճաշի մեջ։ Այդպես հիմա տանեմ կացան դնեմ գազօջախին։ Ուրեմն ասեմ հարգելի հետևորդներ ջան, յուղի հետ միասին լցնելու եմ ցիտրոն և չորացրած ռեհան։ Հիմա կասեք սենց մեծ եք լցնելու ճաշի մեջ, ասեն որ այո, հենց այսպես մեծ է լցնելու եմ ճաշի մեջ։
Հիմա սատանեմ լցնեմ կաթսայի մեջ, հետո մնացած արդեն կկտրեմ։ Միսն նախապես ես էփել էի, հանգելի դեպքներ ջան, առավոտյան հենց շփաթ մամուլ եմ, բացել եմ, դրել, քիչ հետո կավիլացնեմ արդեն ջուրը, հետո ընթացքում նորից թայլ կանաչի, համեմունքներ, քանիչով անցկացնեմ մսի ջուրը, այսքան ջուրը բավական է։ Սրանք հավաքեմ բոլորը, մի հատ է սուրճ պատրաստեմ, մինչև ճաշի եռա, մի հատ է սուրճ խմեմ, հարգելի հետևորդներ ջան։
Հարգելի հետևորդներ ջան, անտառի գեղեցկուհի, այս տանձին ասում են անտառի գեղեցկուհի։ Դե սա մեր մոտից չի, սա Մարտունի գյուղերի բերած տանձ է, հիմա բոլորը ձմերուկով, իրանց բերք ու բարիքով փոխանակել են և բերել են այստեղ մեզ մոտ վաճառում են։ Շատ համով տանձ է ու կոչվում է անտառի գեղեցկուհի։ Խնձորի մասին էլ խոսք չկա, խնձորն էլ մեր այգումն է, սա էլ մեր Արմաշի խնձորն է։ Էս էլ մեր գեղեցկուհին է։ Դնեմ սրբիչի վրա խանվի, հետո կհացնենք ամանի մեջ։ Էս էլ է մեր գեղեցկուհին, մեր Արմաշի գեղեցկուհին, սենց ասեմ ժողովուրդ ջան։ Աշնան մրգեր են։ Հիմա թող քանվի սրբիչի վրա։ Նստեմ էստեղ, սուրճս խմեմ, հարգելիներս, հետո նոր գնանք միասին ճաշի նայենք։ Այստեղ ամբողջ ամառ այստեղ ենք նստել, ժողովուրդ ջան, այստեղ հեռուստացույց կար, բազմոցներ կար, դե հիմա արդեն տարել եմ խոհանոց, ամառը բերում եմ այստեղ, ձմեռը տանում եմ խոհանոց, հարգելի հետևորդներ ջան, ճիշտ է հիմա ձմեռ չի, այդքան էլ ցուրտ չի, բայց արդեն տարել եմ բոլորը խոհանոց։ Այստեղ ընդամենը դրած է սեղան, աթոռներ և մի փոքր բազմոցն է մնացել ու վերջ։ Սառցարանն է, խալիներն է լվացել եմ, բերել եմ։ Ու դատարկություն է, բայց շատ հանգիստ է, շատ եմ սիրում այստեղ սուրճը դնում եմ ու գալիս եմ այստեղ մենակ նստում եմ, սուրճս խմում եմ։ Սիրում եմ, խոհանոցն եմ շատ սիրում, շատ, ու միշտ խոհանոցում եմ լինում, հարգելի հետևորդներ ջան։ Հավատացեք, հյուրասենյակ այդքան էլ չեմ գնում, միշտ խոհանոցում եմ լինում, այնտեղ էլ հեռուստացույց ունենք, հյուրասենյակում էլ ունենք հեռուստացույց, բայց միշտ խոհանոցում ենք Էլենիս հետ, այսպես ասած։ Իմ աղջկա հետ, հիմա սուրճս խմեմ ժողովուրդ ջան։
Այ հիմա ասեմ ողջույններս ձեզ, իմ լավ հետևորդներ ջան, համ սուրճս խմեմ, համ էլ մի փոքր զրուցեմ ձեզ հետ։ Մեր տանից ներքև իջնող ճանապարհն են ասֆալտապատում, հարգելիներս, ուզում եմ ասեմ ամբողջ փոշին մեր բակ ա գալի, ամբողջ փոշին տուն ա մտնում, չեք պատկերացնի ահա որ փոշի ա, լվացքը չեմ կարում որ փռեմ, այգու մեջ եմ փռում, այնտեղ մի փոքր պարանք կա, այնտեղ եմ փռում։ Հիմա սպասում եմ, որ վերջացնեն այդ շինարարական աշխատանքները, նոր մեծ մաքրություն անեմ, բայց նախապես արդեն հյուրասենյակիս վարագույրները բոլորը հանել եմ, որ լվանամ, երևի լվանամ, ծալեմ, դնեմ մի կողմ կամ թողնեմ, երբ որ պետքա պատուհանները լվանամ, այդ ժամանակ լվանամ ու կախեմ, տենամ ոնց կանեմ, բայց մեծ մաքրություն ունեմ, հարգելիներս, բակը ահա որ ա, ճիշտ է ամեն օր լվանում ենք ջրով, բակից դուրս, նորից բակը մեր թաղամասը, ամեն օր ջրով տենց ջուր ենք անում, որ գոնե փոշին այդքան տուն չգա, բայց նկարագրելու չի, շատ ահա որ փոշի ա ժողովուրդ ջան, շատ։ Իսկ խոհանոցի լուսամուտը դե բնականաբար միշտ բաց ա, այնտեղ այդքան էլ փոշի չի գնում, որովհետև լուսամուտը խոհանոցինը այգուն ա նայում, այգու մոտ ա, իսկ այս հյուրասենյակինը, այստեղ որտեղ որ նստել եմ, այստեղ էլ մեծ լուսամուտ կա, դուռ կա, բոլորը դեպի ճանապարհի կողմն ա։ Ու այդպես, դե պահածոները արդեն վերջացրել եմ բոլորը, ինձ մնացել է պահածոյացնեմ գյազառով բերեց, ընդամենը մի քանի հատ կանեմ, դա էլ երևի հենց խոհանոցում դրսում չեմ անի, խոհանոցում գազի վրա կանեմ, հարգելի հետևորդներ ջան, բայց ընդհանուր պահածոները բոլորը վերջացրել եմ, հիմա ծիծակն ա մնում կնայենք միասին ու կտեսնենք, եթե իրոք լավ թթվել ա, պետք է անպայման լավ թթվի, նոր լցնենք բանկաների մեջ, եթե թթված լինի, արդեն դա էլ կլցնեմ բանկաների մեջ և այդ պահածոյացման գործերը բոլորը վերջացրել եմ, շատ բանկաներ ունեմ, որ պետք է իջացնեմ նկուղ, այնտեղ էլ դասավորեմ ու այսպես, մեծ տուն, սեփական տուն, բակ, այգի, այնպես որ չի վերջանում գործերը, ամեն օր առավոտյան արթնանում ենք, նորից նույն գործը, հարգելիներս, բայց չենք տրտնջում, մեծ սիրով ենք անում, մեծ հաճույքով ենք անում մեր տան գործերը, մեր այգու գործերը, որ տրտնջացինք, ով ա գալու մեր գործն անի, ոչ մեկը, համար առավոտյան արթնանում ենք, մեզ տրամադրում ենք, ու ամենակարևորը, որ լինենք առողջ, եթե առողջ ենք, եթե մեր ոչ մի տեղը չի ցավում, ամեն ինչ անենք, բայց եթե ինչ որ տեղը ցավում ա, տրամադրություն չես ունենում, ոչ մի բան չես ուզում անես, ու ուզում եմ իմ լավ հետևորդներին էլ ասեմ շնորհակալություն, իրոք իմ լավ հետևորդներ ջան, ես չգիտեմ ոնց ասեմ, որ ճիշտ լինի իմ լավ հետևորդներ, ինչ եմ ասում հետևորդներ, որովհետև դուք եք ինձ գրում լավ մեկնաբանություններ, դուք արդեն ինձ հարազատ եք, Ժասմինը, որ Ժասմինը ինձ թվում ա ինձ հարազատ, ինձ մոտիկ բարեկամ մարդ ա, ճիշտ ա մենք չենք տեսել իրար, բայց Ժասմինը միշտ գրում ա ջեր մեկնաբանություններ, չգիտեմ, այնտեղ Ժասմինն ա, Գոհարն ա, Անահիտ Ծյոծյանը Մասիսից, ողջույններս ձեզ Անահիտ Ծյոծյա, այնտեղ շատ Անահիտ Ծյոծյաներ կան էլի, շատ են, Անահիտ Հայրապետյանն ա, Անայդան ա, չգիտեմ, ուզում եմ հիշեմ Ժենյանա Սարատովից, իմ լավ հետևորդներ ջան, շնորհակալ եմ ձեզանից, դուք շատ եք, իրոք շատ շնորհակալ եմ գեղեցիկ մեկնաբանությունների համար, որ իմ աշխատանքը գնահատված եմ զգում ես ձեր մեկնաբանություններով, որ կարդում եմ, ու թող բոլորը ձեզ նման լինեն բարի, ձեր տեսակի մարդիկ շատ լինեն, հարգելի հետևորդներ ջան, որովհետև կան նաև շատ վատ մարդիկ, ինչ եմ ասում վատ, որովհետև հենց վատ մարդը ինքը իր մեկնաբանությունով, իր չարախոս լեզվով
կարողանում է մարդուն գրի վատ մեկնաբանություն։ Դու հենց այդտեղից էլ արդեն կարող ես մարդուն հասկանաս, կարող ես հասկանաս իր հոգին, կարող ես իմանաս, որ իրոք ինքը վատն է։ Ինչի է վատը, որովհետև ինքը կարա չգրի վատ բան, ինքը կարա դիտի, նայի հոլովակը, անցնի թերթի գնա։ Բայց ուզում է մարդը իր չարությունը, ավելի շատ իր նախանձությունը ուզում է, այսպես ասած, գրի մեկնաբանությունում, բայց ոչինչ, Աստված իրանց հետ, ես նորից եմ ասում, բարին մնում է բարի, չարը մնում է չար, իմ լավ հետևորդներ ջան, դե կան սուրճս էլ սառեց, դե ես միշտ սիրում եմ սուրճս խմեմ տաք, հարգելի հետևորդներ ջան, սիրում եմ հենց որ լցնում ենք սրճեփից պետք է տաք խմեմ, թեյն էլ եմ սիրում տաք, ճաշերն էլ եմ սիրում, որ միշտ տաք օգտագործեմ, բայց խոսալու ընթացքում սուրճս սառեց։ Սովորություն էլ չունեմ, որ խոսալու ընթացքում ուտեմ, խմեմ, ինձ թվում է այնքան տղաչ կլինի արգելներս, չգիտեմ, ինձ տենց հա թվում, ինձ համար, ոչ թե իհարկե մնացածին։ Օրինակ շատ վիդեոներ կա, որ ուտելու վիդեոներ են մարդիկ նկարահանում, խմելու, չեմ կարող, իրավունք էլ չունեմ մարդկանց վատ բան ասեմ, ընդհանրապես իրավունք չունեմ ինչ-որ վատ բան ասեմ իրանց, ուղղակի ես չեմ կարողանում, որ համ խմեմ, համ ուտեմ, համ էլ զրուցանեմ, հարգելի հետևորդներ ջան։ Դե մի փոքրիկ զրույց ձեզ հետ արեցի, միշտ չի որ զրուցում եմ, ուղղակի այսօր ցանկություն ունեցա, որ զրուցեմ ձեզ հետ, իմ լավ հետևորդներ ջան, և կրկին ու կրկին շնորհակալ եմ ձեզանից։ Եվ ինչ ասեմ, ամեն մարդու սրտի չափով թող Աստված իրան տա, ձեր սրտի չափով էլ ձեզ տա, առողջ եղեք ամենակարևորը, եթե առողջ լինեք, ամեն ինչ էլ իր անունով կգնա։ Հիմա գնանք միասին, տեսնենք հələ ճաշս ինչ վիճակում է, որովհետև արդեն հոտը զգացի, որ ճաշը եռում է։ Սառցարանից կանանչի հանեցի, խառը կանանչի է, նայք ռեհան, համեն, սկանը արդեն բավական է, որովհետև ես չորացրած էլ էի լցրել, աղլցրեցի, մի փոքր կարմիր և սև պղպեղ, հիմա կավելացնեմ, էլ դափնու տերև։
հիմա թողնեմ այսպես բերանը փակ, մի քիչ էլ կեպվի, հարգելիներս, դեռ ծիծակը նոր եմ դրել մեջը, հետո կանջատեմ, մի կարելի ասած 10 րոպե թողեցի, մի քիչ էլ թանձրանա, վերջ արդեն պատրաստ կլինի իմ սոուսը, պատրաստած սոուսը։ Դեռ թթվելու տեղ ունի, ամբողջությամբ թթված չի, որովհետև գույնից էլ երևում է դեռ հələ կանաչ մասեր կա, բայց կան, որ թթված են։ Սա պիտի մի 2 օր էլ լինի, դեռ չեմ վռազելու, ժողովուրդ ջան, թող լավ թթվի, նոր լցնեմ բանկաների մեջ։ Հիմա սրանցից մի 2 հատ կվերցնեմ, սեղանին կդնեմ, համը կզգանք ոնց է, այս թթուն շատ համով էր, շատ, այնքան լավն էր, որ էլ նկարագրելու չի, համ համը, համ հոտը, համ պամիդորները, այս խակ պամիդորները։ Հիմա սա էլ լցնեմ։ Հիմա կհամտեսենք արդեն ճաշի հետ։ Դե ճաշը արդեն պատրաստ է։ Ես ասացի, որ սոխ կլցնեմ ճաշի մեջ, այդպես կլոր, բայց չլցրեցի, ժողովուրդ ջան, մոռացա, որ լցնեմ, որ անկեղծ լինեմ, մոռացա, բայց այսպես էլ վատը չի, շատ համով ճաշ է ստացվել։ Դե մեզ մոտ ճաշի ժամը, այսքանով էլ ավարտեմ այսօրվա հոլովակը և ձեզ ասեմ բարի դիտում, մեզ էլ բարի ախորժակ։ Ցտեսություն բոլորիդ։